Հայ երկարվեստում Ռաֆոյի պես երկիչներ իսկապես պետք են, որտև մեզ էտ էլ է քիչ։ Ընկեր բարը խնդրում եմ ինձ չասոցացնել։ Աշկս ճամփից սարել է, մերը տարավտուցից կյանքս կերել է։ Ջախ ուղակի։ Լավ, մենք ես մի կպարտվանք, երկեք։ Ճիշտ է։ Ես կսպասեմ, երկեք։ Ամնե պարա դամոյ։ Շատ լավ։ Կարաոկե 963, երկու թիմ 4 ձայն ու տարբեր ոճերի երգեր։ Պոպ, ռոք, ռեփ, շանսոն, հայկական։ Երգիր մեզ հետ YouTube-յան եթերում։ Եթե դուք գնացել եք երաժշտական դպրոց, գնացել եք սոլֆեջոյի, ավարտել եք երգի ստուդիան, ապա մոռացեք դրա մասին, որովհետև այստեղ մենք երգում ենք ֆալշ, խառնում ենք տոնայնությունները, մոռանում երգի բառերը։ Եվ սա է հենց հաճախ ուզում հանդիսատեսին, որովհետև մենք երգում ենք ի սրտե եւ նաեւ պարգևում ձեզ ժպիտներ։ Իսկ այսօր ես խոստանում եմ, որ մեր հաղորդումը լինելու է ժպիտներով ու ծիծաղներով լեցուն, որովհետև իմ հյուրերը պարգևելու են ձեզ այդ ժպիտները, որոնք ես հիմա ձեզ խոստացա։ Իմ անունը Ավետ է, դուք գտնվում եք 963 կարաոկեում եւ մենք սկսում ենք ողջույն սիրելի հյուրեր։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել իմ հյուրերին։ Գայանե Շաղոյան, մասնագիտությամբ պատմաբան ու սպասարկման բաժնի ղեկավար։ Ողջույն Գայանե, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բժշկուհի, քիթ, կոկորտ, ականջաբան Անժելա Զաքարյան։ Բարև ձեզ Անժելա ջան, շնորհակալություն։ Անժելան եւ Գայանեն Ռաֆոյի եւ Ռուբենի մոտիկ ընկերներն են։ Իսկ հիմա ներկայացնեմ Ռաֆոյին եւ Ռուբենին։ Բլոգեր, հայաստանյան բլոգինգի ամենաշատ գովազդանողներից մեկը ու ահավոր հայտնի ինֆլուենսեր, հայտնի Ռաֆոն։ Ռաֆիկ Ամբարձումյան, ողջույն, Ռաֆ, շնորհակալություն մեզ հյուր գալու համար։ Ասացուկը գրանցեմ այսօր, Ինֆլուենսեր, բայց հոգով UI եւ UX դիզայներ, են այլանդակ ասող տղեն։ Ռուբեն Մելքումյան, բարի գալուս սիրելի հյուրեր, բարի գալուս եւ շնորհակալություն, որ հյուրընկալվել եք իմ տաղավարում։ Դե ասեք տեսնեմ ոնց էր հանգստից վերադառնալը, ես տեսնում եմ ձեր թուխ մաշկերը եւ հասկանում, որ դուք հենց նոր եք իջել Խաթիրից։ Ոնց էր։ Իդեալական էր։ Հրաշալի հանգիստ։ Խապում ենք հյուրանոցը ահավոր էր։ Ինչ։ Հյուրանոցը ահավոր էր։ Որ բլոգեր էին։ Մենք գոհ ենք։ Եկե թողեք պատմություն։ Աղջիկները գոհ են, դուք ինչից եք դժգոհ, ասեք հասկանանք։ Ես դժգոհ չեմ, իրանք տոլերանտ են, իսկ մենք տոլերանտ չենք։ Հասկացա։ Լավ, իսկ սիրում եք երգել ընդհանրապես։ Ես ահավոր շատ։ Ահավոր շատ։ Իսկ որ երգը կբնութագրի քեզ Ռուբ։ Այս ամեն ինչի անում ես սերը։ Քո սերը ինձ համար մի նվերա։ Դուք մոտավորապես պատկերացնեք, չէ՞, ինչ եթեր արել այսօր։ Հեսա բոլորը գնալու են։ Մնալու ենք։ Չէ, հավատացեք, չէ, որովհետև իրանք եկել են աշխատանքի, եթե անգամ պատկերեք, իրանք մնալու են։ Իսկ Ռաֆ, քեզ։ Ինչ-որ ես Հավայի դրաման եմ մտցնեմ, ինձ կբնութագրի Էլվինա Մակարյանի։ Չէ, ինձ Դիսնեյի Լուբոյի երգ։ Դիսնեյի որ երգը, օրինակ, ինչ-որ մուլտֆիլմերից սաունդթրեք էր։ Մուլտֆիլմներից չէ, սերիալներից, Հաննա Մոնտանայից, Քեմփ Ռոքից, Քեմփ Ռոք։ Այդ օրինակ այդ երգը ես եմ։ Լավ, Դեմի Լովատո։ Գայանեին եւ Անժելային էլ լսենք։ Առանց բան վարկաբեկելու որևէ ժանրի ուղղակի երգ չեմ կարողանում մտաբերել, բայց շատ երգեր հին 80-ական, 90-ականների, ավելի 60-ական, 50-ականների։ Իսկ ձեզ Չունեմ տես հատուկ։ Անժելին ցարից տումանի, վերնից եմ։ Ցարից։ Շատ լավ է ձեր տրամադրությունը, վստահ մենք Եթերից հետո կխոսենք։ Եթերից հետո կքննարկենք, թե ինչի իրանք որոշեցին այս երգերը տալ ձեզ։ Ես առաջարկում եմ ձեզ լավ տրամադրությամբ տեղափոխվենք առաջին փուլ ու ձեզ բացատրեմ առաջին փուլի կանոնները։ Թիմի մասնակիցներից մեկը երգում է երգ, որը հայտնվում է էկրանին։ Էկրանի վրա երգվող երգի մեջ բաց են թողնված բառեր։ Ամեն երգված ճիշտ բառը արժե 1 միավոր։ Բնականաբար մենք պայքարի մեջ ենք եւ որքան շատ բառ, այնքան ավելի շատ միավոր։ Բայց մենք խաղում ենք միշտ ենթափուլային խաղեր, որպեսզի հասկանանք, թե ով է ընտրում երգերը, որ թիմն է ընտրում երգերը։ Ես ձեզ ուզում եմ ասել երգերի մասին, որոնք ենք ընտրել առաջին փուլում ձեզ համար ու հասկանանք, թե ոնց է տեղի ունենում պայքարը։ Ընտրել ենք առաջին փուլում Գարիկ Սոնայի կատարմամբ Ով սիրուն երգը եւ Նեմրայի Սև աչքերով աղջիկ երգը։ Սրանք երգերն են, իսկ հիմա անցնենք խաղին։ Առաջին փուլի ենթափուլային խաղը կոչվում է Ես ասեմ։ Ես կարամ ասեմ։
Հիմա ես հարցերս ուղղում եմ ձեզ, որոնք բոլորը Michael Jackson-ի մասին են։ Գնացինք։ Ինչպես էլ կոչվում են խումբը, որտեղ Michael Jackson-ը երգում էր մանկության տարիներին։ Ես ասեմ 5 Jacksons կամ Ակարակը։ Jacksons 5։ Jacksons 5։ Ճիշտ է։ Մեկ միավոր։ Ինչ մականունով էր հայտնի Michael Jackson-ը։ Կարամ տարբերակներ կարդամ նաև։ Այելի։ The Prince of Pop, The King of Music, The King of Pop, Mr. Ես ասեմ։ Ասա։ Մի հատ վերջինը նույն ասա։ Mr. Thriller, Ինչ Մի անգամ չէ կարողանալ King սխալ։ of Pop։ Ճիշտ է։ Մեկ հաշիվը ուշադրություն, երրորդ հարցը։ Ինչպես էր կոչվում Michael Jackson-ի 11 րոպեանոց տեսահոլովակը, որը համարվում է երաժշտության պատմության մեջ ամենահայտնիներից մեկը։ Կարող եմ Ես ասա։ ասեմ։ Մի հատ։ Սուս մնա։ Չէ, բաննա։ Այ մոլորակն է։ Thriller-ը, ճիշտ պատասխանը Մոլորակի թրիլերն է։ Thriller-ը 2-1, ուշադրություն 4-րդ հարցը։ Կենտրոնանում ենք, գնացինք։ Ինչպես էր կոչվում Michael Jackson-ի հայտնի պարային շարժումը։ Ես ասեմ Լունայի պախոտքը։ Անգլերեն Moonwalk։ ճիշտ է։ 2-2-ը հաշիվը, այսինքն հավասար ու վերջին որոշիչ հարցը։ Ինչքան դիտում ունի Jackson-ի Billie Jean երգի տեսահոլովակը YouTube-ում։ Ես տարբերակներ ունեմ, եթե ուզում եք կարող եմ կարդալ։ Давайте։ 258 միլիոն, 1.6 միլիարդ, 890 միլիոն, 1.8 միլիարդ։ 1.6 Միլիարդ չի հաստատ, 890 միլիոն է։ Այդ է։ Սխալ տարբերակ։ 1.6 890 միլիոն։ Ի, ասեց 1.6, 1.6։ Ճիշտ է։ 1.6 միլիարդ։ Եվ հաղթում է Ռուբենի ու Գայանեի թիմը, շնորհավորում եմ ձեզ։ Ծափը արում ենք ձեզ ու հիմա ասեք երգերից որն եք դուք ընտրում։ Որ երկել։ Բայ ով սիրուն չգիտես։ Դե մեկ կերքեք, մի Եկեք խաղ։ Գարիքս եւ Սոնա Օսիրուս։ Իսկ ով է երգում։ Դու։ Ես։ Ես կարող հուշեմ բառ։ Հուշել չէ, բայց եթե հիմա Ռուբենը երգի, նշանակում է որ հաջորդ փուլում դուք եք երգելու արտասահմանյան երգացանկից։ Չեմ կարող ես։ Ես կհուշեմ ձեզ, ես կօգնեմ։ Դեք եք Ռուբենին բարձր ծափ արենք, երգահարթակը տրամադրենք ձեզ ու լսենք։ Ռուբեն, որ բառը չհիշես, ես չեմ հուշելու։ Ձեր հետևորդները հաստատ ձեզ այսպես էլ են բացահայտելու։ Անտիրա։ Ինչու մոտեցա սրտիս գախնիկը ինչու իմացա միան մեր սիրո Բրավո։ ես քեզ սիրեց բայց դու հանիրա դավաճանեցի Շատ լավ է։ Միան մեր սիրով ես քեզ սիրեցի բայց դու հանիրա Ինչ արեցիր։ դավաճանեցի Բրավո։ Ասեմ որ շատ լավ ենք սկսել։ Նախ միավորների տեսանկյունից 6 միավոր բերում ես դու Սաղ գուշակեցի։ Սաղ բառերը գուշակել ես ու երգել շատ լավ ես երգել։ Ուռուբ, հանիրավ Շատ սիրուն ձայն ունես։ Շատ Անիրավ։ հրաշալի։ Իմպրովիզերամ, երկիշները տենց են անում։ Ես առաջարկում եմ Դու էլ հն ավելացնում ես։ անհիրավ։ Չեմ լսել։ Շատ լավ։ Հանիրավ էրա։ Գիտես ես գիտեմ։ Մենակ այդ կրկներքի։ Ռաֆոն է երգում։ Դե ուրեմն եկեք Ռաֆոին հաջողություն մաղթենք ու լսենք Ես միջև եթերի վերջ։ Ռաֆոյի կատարմամբ։ Ոնց էր երգ։ Են երգող Ռաֆոն հենց հիմա։ Ես կհուշեմ ռաց։ Ախ սև աչերով աղջիկ լա 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 Սև աչերով աղջիկ լա 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 Ողջ աշխարհը գիշերը մանեկա Ես պես չկնամ չտեսա Ես Անիրավ Ես երկը ներևութ մի խաղա արի բաց ձեր տան ասա բարով ես եկել Ռաֆո Էսի նորա հել է ես էլ չեմ դեսել։ Էսի քաշել եմ հիմա որ լսեի այսօր։ Ապսոս դեմրան ինձ ինքը իր երգը կջնջի։ Չէ, ես կատակ եմ անում։ Շատ լավ էր։ Ի վերջո, ահա շատ լավ էր։
Շատ լավ էր բառերը, հայերեն իմաստությունը շատ լավ էր։ Արդում էի, հերբից ստացում էր։ Միտքը հիկ։ Կեսից բար լադանիվա էր երկում։ Ընդհանրապես մի բառ ես ճիշտ ասել։ Ընդհանրապես մի բառ։ դու ուշեցիր։ Այսինքն չէ, դու ասեցիր։ Ռաֆ, արի ուրախանանք, որովհետև հայերենի իմաստությունը շատ լավ էր, երգը գուցե ոչ այնքան։ Տեղունի ունենալու ինչ որ։ Ամեն դեպքում լսարանը կգտնի։ տեղ կա, այո։ Բայց հայ երգարվեստում Ռաֆոյի պես երգիչներ իսկապես պետք են։ Որտեվ մեզ էդ էլա քիչ։ Եկեք անցնենք առաջ, ես ասեմ փուլի հաշիվը 6-1 օգուտ Գայանեի եւ Ռուբենի, իսկ մենք անցնում ենք բարձր տրամադրությամբ երկրորդ փուլ։ Գնացինք։ Բացատրեմ երկրորդ փուլի կանոնները։ Ուրեմն խմբի մասնակիցներից այն երջանիկը, ով չի ցուցադրել իր տաղանդը առաջին փուլում, հոգ չէ։ Հիմա ոնց որ եկել է ձեր աստեղային ժամը։ Դուք երգելու եք, բայց այս անգամ երգելու եք արտասահմանյան երգացանկից։ Կրկին նույն տրամաբանությամբ փակված են բառեր։ Դուք պետք է գուշակեք։ Ամեն երգված ճիշտ միավոր, ամեն երգված ճիշտ բառ արժե 1 միավոր։ Իսկ մենք կրկին սկսում ենք ինչով՝ ենթափուլային խաղով։ Ենթափուլային խաղը այս անգամ կոչվում է բառնած խառներ։ Բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Էկրանին հայտնվում է ամենը այդպես։ 5 կայա։ Էկրանին հայտնվում է երգ, դուք պետքա երգի բառերը գուշակեք, որովհետև դրանք խառնված են։ Որ թիվը որ առաջինը գուշակում է, ինքը միանգամից բարձրաձայնում է դրա մասին, երգում ու ստանում միավոր ու հնարավորություն ստանում ընտրելու մեր երգերից մեկը։ Անջ մի քիչ։ Իսկ երկերը որոնք են։ Իսկ երգերը այս փուլում Կանանք պայքարենք թե չի։ Zemfira Iskala եւ Yolka Provence։ Տեսեք, այդտեղ աղջիկների մասին է։ Չէ, ես Ես ասեմ, ես Ռուբեն։ Երկուսն աղջիկներին հարմար երգեր են։ Դուք կլինեք back vocal-ը, Ես rap սենց եւ կծապ rock։ կտամ ձեզ։ Եկեք ուշադրությունը սևեռենք էկրաններին։ շարժեր, Սուս մնա։ Շատ հայտնի երգ է, եթե մի փոքր Լուսինը նայեց։ Լուսինը նայեց քաղաքի Ինչ վայ, մի րոպե ես էի սկսել։ Բայց Անժելան իրականում հաղթել է, որովհետև Անժելան ավելի շուտ երգեց, Անժելա Լուսինը նայեց, քաղաքին քնած ու գիշերը հանկարծ ինչ որ բան շշնջաց, ինչ որ բան շշնջաց, բրավո։ Անժելան իր թիմին բերում է 1 միավոր եւ հնարավորություն ունենում ընտրելու Zemfira Iskala կամ Zemfira Iskala կամ Yolka Provence, որը դրամատուրգ է։ Որն էր։ Պրովանսը, սպասի։ Գիտես դու։ Կրկներ Լուսինը դե դու է վայ։ Չես կա Չէ, կանոնները պիտի դուք երգեք, Անժելա ջան, տարբերակ Հա, չկա։ չգիտեմ այդ երգը։ Բայ Ռաֆոն կօգնի։ Բայց չգիտեմ ոնց ասեմ։ Ռաֆոն վերցրու միկրոֆոնը եւ դու կօգնես Անժելայի։ Գոնե մեկս խայտարակը լինի կադրում։ Բայց բաց թողած բառերը չհուշես։ Հա։ Ոչինչ, մի բան եղեք։ Я искала тебя годами долгими, искала тебя тварами темными, в журналах среди друзей. Совсем как во сне, где я не вставала, тебя люблю. Даже парочки перечат. Դաժե։ Շատ լավ է երգում։ Գծիկներ любовь и стрелки в Польше. Ага, ура. Совсем как в альбоме, где я Շատ լավ երգեցիք Անժելա ջան, իսկապես 0 միավոր։ Այն իսկալան էլ չեմ ասել։ Չէ, Անժելա ջան։ Եկեք Գայանեին բարձր ծափարենք։ Մոտիկ արի։ Մենք կհաղթենք։ Գիտի ինչ ես երգը ամբողջությամբ։ Уютное кафе на улице снежной мебелью. Прекрасное вино. Ага. Из местных магазинов больших шагов. Ты можешь говорить, что это Мечты. но главное меня хавай
Հրաշալի կատարմամբ դուք ձեր թիմին բերում եք 4 միավոր։ Իհարկե Ռուբենի անմիջական մասնակցությամբ։ Բրավո, ու հիմա ամփոփենք փուլի հաշիվը, փուլի հաշիվն է 4-0։ Անժելա, դե լավ, մի տխրեք, ես ավելի եմ։ Դու ո՞նց ես միավորները։ 4-0, որտեվ հիմա փուլը ավարտվեց 4-0 հաշվով, իսկ ընդհանուր խաղի հաշիվն է 10-1 Օգուտ Գայանների եւ Ռուբենի Ջախի ճուղակի։ Գոնե ինչ-որ մի տեսած բաց ունեն հաջողության։ Դուք ընկերներով կարոկե գնացել եք։ Ընկերները չասոցացնել։ Ընկերներին ես ու Անժելան Իրանք երբ որ պատությունը զգում են, այսենց են։ Կթողեք հարցը տա։ Ես ուզեցի պատասխանեմ։ Մենք միշտ ուզեցել ենք գնալ։ Իմիջիայլոց ինձ կարող եք այս պայծուցած անվանել հրաչ։ Հրաչ ջան։ Ու հանգիստ։ Լավ, ամփոփենք, ամփոփելով անցնենք միանգամից երրորդ փուլ։ Բացատրեմ երրորդ փուլի կանոնները։ Ուրեմն այս փուլում խմբի մասնակիցները երգում են երկուսով։ Դուետն եք տեսնելու ձեր։ Բայց երգի հատվածները կիսված են երկու մասի, այսինքն սկսում է մեկը, շարունակում է մեկը։ Բայց փակել ենք երգի բառերը էմոջիներով։ Այսինքն էմոջին ձեզ հուշելու է բառը, ու դուք պետք է գուշակեք ու միանգամից երգեք։ Ամեն երգված բառը նորից արժե 1 միավոր։ Իսկ մենք սկսում ենք գիտեք ինչով։ Մենք սկսում ենք ենթափուլային խաղով։ Չէ, ենթափուլային խաղով, բայց հիմա նախապատվությունը տալու ենք ավելի քիչ միավորներ ունեցող թիմին, սկսում ենք ենթափուլային խաղով, որը կոչվում է հաստատ կա։ Ուղղակի երևի մենք չենք հիշում։ Հիմա ես ձեզ ասում եմ երգային բառը, որով պետք է երգել հնարավորինս շատ երգեր։ Պարտվում է այն թիմը, որի երևակայությունը կամ երգերի ցանկը վերջանում է։ Եվ մենք սկսում ենք ձեզնից, Ռաֆո եւ Անժելա, ու դուք երգում եք երգ տուն բառով։ Գնացինք։ Տուն։ Որ կարևորը մեջը տունը լինի։ Հիմա երգի։ Հենց house անգլերեն էլ կարող է լինել։ Հա, սկսեք։ Պետք է դոմով հենց սկսի։ Չէ, ոնց ուզում եք։ Ах, как хочется вернуться, ах, как хочется։ Հաշվնայք։ Դոմ կարի, մի վարքան։ Հաս եսը կասնես։ Ոչ կար դոմ։ Դոմը, հա, где все просто։ Լավ, հաշվում ենք 1 միավոր, դուք։ Մենք դոմ։ Թրջեի մտքով տուն։ Տուն, լավ, 1։ Տունի հայրենի, ինչ-որ սենց հաստատ մի վարքան Լիլիթ Հովհաննիսյանի ճանապարհ եկը։ Ախ, թողի ես չէ, թողի ես չանցնեմ, թողի ես չապրեմ, փողոցներում, հերու հերավոր, ես իմ քաղաքը, էդի չէ քաղաք է, բայց դե տուն կա։ Ես մի հատ գիտեմ, կարամ երգեմ։ Չէ, իրանց հերթը։ Բայց ես հուշեցի, հա, տունի իմ հայրենի։ Ճիշտ է։ Բայց իրոք տենց էր։ Մի հատ ռուսական մենակ մի նախադասություն եմ չեմ հիշում։ Կարևորը А мне пора домой։ Շատ լավ է։ Ձեր տարբերակը Ռաֆ Վիագրաներ ոնց որ։ Չէ։ Միոպե։ У мамы на кухне так хорошо։ Հայրենների մասին մոռացել եք ինձ թվում է։ Հա, ես տուն չունեմ բրոս։ Լավ, մենք էս մի կպարտվանք, երգեք։ Ճիշտ է։ Ես կսպասեմ, երգեք։ Չէ, այս մեկը չեք պարտվել, եթե պարտվում եք ընդհանուր։ Այսինքն պարտվում եք այս ենթափուլային խաղը։ Եթե չունեք տարբերակ, մի 15 ես րոպե։ պիտի հաշվեմ։ 1 2 3 4 Տունս կորցրի, կարամ տենց են, չէ, երկերը գրում, չէ։ Հիմա չեք ապրելու ապրիլի մեջ կա։ Ինքայև ամուսը չեն ասում։ Հիշեք։ Չեն դե այգին Հələ սկսի դու ապրիլը երկել, ես կհիշեմ։ Չեն դե այգին Դու ավիրեց։ սկսի երկել, Ես մի հատ երգ գիտեմ, մի հատ ջախջախեմ։ Ասա ու ջախջախի, որտեվ արդեն ժամանակը անցել է։ Բայց իրենք որ ասեն, մի հատ էլ մենք կարանք Չէ, երկենք։ որտեվ ձեր հերթն է իմ։ Тихо, тихо в нем։ Я եթե չեմ։ Ես իր հեղինակային Ամեն դեպքում Անժելա եւ Ռաֆո ձեր թիմը պարտվում է։ Պարտվեց։ Արա,
Որովհետև հիմա իրանց ոնց որ հնարավորություն է։ Մեզ մի խղճատող երկեր։ Անժելան նենց տխուր է։ Անժելան պլանա մշակում ինչ անել։ Անժելան այս խաղից տանելու է միայն տխուր հիշողություններ եւ կորցրած ընկերություն։ Ես ուղղակի պարտվել չեմ սիրում։ Բայց դրա համար պետք է պատրաստված լինեի, հասկանում եմ։ Դեռ ուշ չէ, գուցե այս փուլում իրանք չհաղթ, այսինքն միավորներ չբերեն ընդհանրապես։ Դեռ չի ընկերների հետ այդ ընկերությունն էլ չանելու։ Ես ասեմ երկերը, որոնցից հիմա պետք է ընտրեն առաջինը Ռուբենը եւ Գայանեն։ Վարդուհի Վարդանյան, Արման Աղաջանյան, Գելը եւ Հասմիկ Կարապետյան, ես գնում եմ սիրելիս։ Ինքը որ չասի։ Գելը հիշում եք, ուզում եք հիշացնել։ Նա 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 Չերալիս Գելը կերելա։ Չի Վարդանյան, նա շատ ռոտ է։ Այո, չէ, Վարդուհի Վարդանյան։ Всё, մենք հասկացանք, ես գնում եմ սիրելիս։ Շատ լավ, ուրեմն մենք լսում ենք ձեր դուետը, հիմա հասկանանք թե ինչպեսին է ինֆլուենսերի եւ նաեւ դիզայների, UI եւ UX դիզայների եւ պատմաբանի դուետը։ Գնացինք։ Ո՞վ է սկսում։ Սանձրևներ թաց, որ աչքերում փայլում Չկարծես, որ այն աշկերին իմ կտեսնես նորից Մի ուժին արևներին հոգում, որ քեզ խենթացնում են քեզ միշտ Ես գնում եմ սիրելիս Եվ փակում եմ դուրը իմ ետևից գնում եմ Հիմա Գայանեի հերթնա Մի աշխարհ ծանոթ եւ լի երկերով գնում եմ սիրելիս Եվ փակում եմ դուրը իմ ետևից գնում եմ սիրելիս Կախարդված աշխարհ արթնացավ հոգիս Բրավո։ Երազն է, ասեք Բրավո, դեր դուետը համարում են կայացած, դուք ունեք երկված ճիշտ 3 բառ, որը բերում է 3 միավոր, այսինքն կարելի ասել, որ Ջախջախում ենք դեռ։ Այո, լավ է։ Հիմա լսենք Ռաֆոյին ու Անժելայի դուետը, տեսնենք թե ինչպիսին է նրանց դուետը։ Ես վստահ եմ, որ շատ լավ։ Գնացինք։ Այդ ընցա։ Գազից մածում եմ զորով ֆիլմը նորից դրել եմ Աշկս ճամփից սարել եմ Մերը տարավտցից կյանքս կերել է Տան գործերը արել եմ Ճաշը եփել լված կարել է թռել եմ Մազերս հյուսել եմ Տեղին փորիկներով շորիկը հակել է Պատուհանը մութ ընկել է Կորելա Լույսը կորելա Չլի յարիս կերելա Չլի յարիս կերելա Բրավո Իհարկե եթե հաշվի առնենք որ մի որոշ մասը առանց միկրոֆոնը միացնելու երկեցիք Ես հուզվում եմ Հաշվում ենք դուք ունեք 4 ճիշտ միավոր Բրավո եկեք ծափարենք Ռաֆոյին եւ Անժելային Ամփոփելով խաղի ընդհանուր հաշիվը ստանում ենք հետևյալ պատկերը 13-5 օգուտ Գայանեի եւ Ռուբենի եկեք բարձր ծափարենք նրանց Ես մաղթում եմ որ ձեր ընկերությունը անխախտ մնա դուք մնաք միշտ ընկերներ անկախ խաղի արդյունքներից Համաձայն եք իմ հետ Չէ համաձայն եք իմ հետ եկեք բարիշենք Ապրեք շատ մերսի որ եկաք ինձ հյուր շնորհակալ եմ Մերսի որ կանչեցի Ամեն ինչ չի վերջացել ուզում երկել Ամեն ինչ չի վերջացել Հիմա մենք երգում ենք մեր վերջին երգը որը անակնկալ է ձեզ համար երգում ենք բոլորով Ես չեմ սիրում դարսեր սուրճը Շատ հայտնի երգ է Ես չեմ սիրում դարսեր սուրճը Ես շուրջը իմ միշտ մարդիկ լուրջ են Երկար կամուրջ Վեպի անուրջ Կամ ինձ ասանի Ես ուզում եմ ձեզ ասել, որ դուք կարող եք դիտել մեր հաջորդ հաղորդումները եւ բոլոր հաղորդումները Ghost Trap-ի YouTube-յան ալիքով Չմոռանաք մեզ հետ
երգել միասին ու փորձել ձեր երաժշտական տաղանդը։ Կհանդիպենք հաջորդ հաղորդման ժամանակ։ Ես կասեմ իրա անամար է քո մասին մտքերը, քեզ համար են իմ բոլոր երգերը, իզուր են երգելը, իմ սերը հիմա, անամար է քո մասին մտքերը, քեզ համար են իմ բոլոր երգերը, իզուր են երգելը, քո սերը հիմա։ Կարաոկե 963, երկու թիմ 4 ձայն ու տարբեր ոճերի երգեր։ Պոպ, ռոք, ռեփ, շանսոն, հայկական։ Երգիր մեզ հետ YouTube-յան եթերում։